Այսօր այս թեմայի շրջանակներում իմ հյուրն է Փրկենք հուշարձանը օլիգարխից նախաձեռնության անդամ Գևորգ Սաֆարյանը, շնորհակալություն Գևորգ մեր հաղորդմանը մասնակցելու համար։ Քիչ առաջ լսեցինք պարոն Սուրեյանցին, որն ասում է, որ իրենք հաղթել են, դուք պարտվել եք եւ այլևս լուրջ ակցիաներ չեք անելու, մաքսիմում 5-6 մարդ կարող է հավաքվել։ Ես չգիտեմ Սուրենյանցը ում է հաղթել եւ ում հետ էր հակամարտության մեջ, դա ինքը կիմանա։ Մենք պայքարում ենք հանուն օրենքի գերակայության, հանուն պատմական հուշարձանների պաշտպանության եւ մենք նախորդ տարվա վերջում նաեւ մի ակցիա հիշեցում ունեցանք քաղաքապետին, ինչի համար ինձ եւ Արմենին ձերբակալեցին Հանրապետության հրապարակից։ Մենք անցած տարվա վերջում նաեւ երթ ունեցանք դեպի Ծածկած շուկա, որտեղ նաեւ ներկայացրեցինք Եվս մի պետական գերատեսչության պատասխան, խոսքը արտակարգ իրավիճակների նախարարության պատասխանի մասին էր, որը ասում էր, որ ինքը չունի որևիցե տեղեկություն Ծածկած շուկայի հրդեհային անվտանգության մասին եւ չունի որևիցե նախագիծ։ Այսինքն մենք տեսանք, որ եւս մի գերատեսչություն փաստում է, որ ինքը թույլ չի տվել այդ կառույցի ուրեմն շահագործումը։ Սրանց առաջ կար Մշակույթի նախարարության, քաղաքապետարանի, քաղաքաշինության նախարարության։ Դուք ասում եք այն ակցիաները, որը արել եք, առաջիկայում շարունակելու եք նոր Իհարկե, ակցիաները պետք է շարունակվելու են այնքան ժամանակ, մինչև ուրեմն օրենքի գերակայությունը հաստատվի եւ Ծածկած շուկան վերականգնվի իր նախկին կեսին։ Շուկայի հարցը այն խնդիրներից է, որ միանշանակ կարծիք չկա։ Շատերը իսկապես ասում են, որ շատ լավ է, որ շուկան մաքրվել է, այնտեղից արդեն առևտուր են անում եւ Սուրյանցը հենց դա է նշում։ Չեք կիսում այդ տեսակետը, որ ոմանց համար իսկապես սա դրական փոփոխություն։ Ուրեմն պետության արկայության դեպքում լավն ու վատը սահմանվում է օրենքով։ Ծածկած շուկայի պարագայում խախտված է օրենքը։ Տեղի է ունեցել քրեական օրենսգրքի ոտնահարում, որը համարվում է վանդալիզմ, հանրապետական նշանակության հուշարձանի ոչնչացում է տեղի ունեցել։ Այսինքն օրենքի ոտնահարումը, ոչնչացումը չի կարող լավ լինել։ Սա է խնդիրը։ Պարզ է, այս օրերին դատավարությունը տեղի ունենում, քննարկվում էր Զարուհի Փոստանջյանի հայցերից մեկը, որը կենտրոն դատարանում մերժվել էր եւ հիմա վերաքննիչում այն լսվում էր եւ այնտեղ դատախազը եւ քննիչը ընդամենը 3 ասել է, որ այս շինարարությունը տեղի ունեցել Երևանի քաղաքապետարանի թույլտվությամբ, Մշակույթի նախարարության թույլտվությամբ եւ քաղաքաշինության նախարարության թույլտվությամբ։ Մինչդեռ դուք ասում եք, որ խախտվել է օրենքը։ Դա նախ եւ առաջ խախտվել է օրենքը, երկրորդը նախ եւ առաջ այդ կառույցները թույլտվություն տալու իրավունք չունեն, պատմամշակութային հուշարձանի ոչնչացման կամ ձևափոխման համար կարող է միայն կառավարությունը տալ։ Երկրորդը այդ գերատեսչությունները օֆիցիալ հայտարարել են, որ իրենք չեն տվել եւ քաղաքապետարանը 2 անգամ տուգանել է շինարարություն կատարողին։ Հարցը առաջանում ինչի համար։ Իհարկե ոչ մի գերատեսչություն, ոչ մի պետական կառույց թույլտվություն չի տվել եւ օֆիցիալ հայտարարել են, որ այդ ամենը ապօրինի է։ Կարելի ասել քննիչն ու դատախազը սխալ տեղեկություն են դատարանում։ Ոչ թե սխալ տեղեկություն են տալիս, այլ խաբում են, ճիշտ ձևակերպանք, հա, նրանք ուղղակի խաբում են իրենց արդարացնելու համար, քանի որ իրենք դրսևորել են հանցավոր անգործություն։ Շատ լավ, եւ կարելի է իմանալ, որ առաջիկայում երբ կլինի ձեր նոր ակցիան Փակ շուկայի հինտեսը վերականգնելու Մենք դեռ ինչ-որ օր չենք ուրեմն նախապես պլանավորել, կան եւ քաղաքացիական ուրեմն միտինգներ, փոքրիկ ակցիաներ են լինելու եւ դատաիրավական դաշտում մենք պատրաստվում ենք դատի տալու այս եւ ոչ 5-6 հոգով։ Գիտեք ինչ, քանակը այստեղ կապ չունի։ Եթե անգամ մի հոգի կանգնում եւ պետական մարմնից պահանջում է օրենքով ինչ որ պահանջներ ներկայացնում օրենքին համաձայն եւ իր արժեվ 5000 հոգի պահանջում են, որպեսզի օրենքը ոտնահարվի, պետությունը պարտավոր է այդ մի հոգի քո օրինական պահանջը կատարել։ Պարզ է։ Շնորհակալություն, շարունակում ենք թողարկումը, այսօր իմ հյուրն էր Փրկենք հուշարձանը օլիգարխից նախաձեռնության անդամ Գևորգ Սաֆարյանը։